Հայաստանի զարգացումը, անվտանգությունը կապում ենք աշխարհաքաղաքական ուժերի բալանսը վերականգնելու հետ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե մեզ հաջողվում է հյուսիս-հարավ ճանապարհը կառուցել եւ ներառել այդ գործընթացում տարածաշրջանում այս ծրագրով հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոններին, սկսած Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանը եւ այլն, ինչու՞ չէ նաեւ նույն Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, եթե շահագրգիռ են կարող նույնպես մասնակցել իրենց ներդրումներով այս ճանապարհը կառուցելու գործում, ստացվում է, որ Հայաստանի խաղաղության եւ կայունության հարցում շահագրգիռ են ոչ միայն այսօր տրիպ այդ ուղու շահառուները, այլ նաեւ մյուս պոտենցիալ մրցակիցները, մյուս խաղացողները։ Դա ըստ էության միակ հնարավոր հեռանկարն է Հայաստանի համար, որտեղ Հայաստանը կռվախնդորից վերածվում է համագործակցության դաշտի, որտեղ Հայաստանը դառնում է կամուրջ արևելքի, արևմուտքի, հարավի, հյուսիսի միջև։ Սա այն է, ինչ որ Հայաստանը իր պատմության ընթացքում միշտ է հանդիսացել։ Այս ժողովուրդը իր լավագույն որակները դրսևորել է հենց այս խաչմերուկներում լինելով, տարբեր աշխարհամասեր իրար կապելով, առևտուր անելով, գիտելիքներ փոխանցելով, գիտելիքներ ներբերելով, պատահական չի, որ շատ մեր տարածաշրջանում շատ նորույթներ, ինովացիաներ եւ այլն հենց առաջին ներդրումը կապված է հայերի հետ։ Եվ դա բոլորի կողմից գնահատվում է պատմականորեն։